Խոսքի ազատությունը ինքը բացարձակ արժեք չի։ Խոսքի ազատությունը անսահմանափակ չի։ Խոսքի ազատությունը գործում է մինչև այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի խոսքի ազատությունը։ Այսինքն իրավունքը ավարտվում է, երբ որ այլոց իրավունքն է սկսվում։ Դուք մարդուն վիրավորում եք, մարդուն սպառնում եք, ամենավերջի վիրավորական զրպարտում եք, եւ այդ բոլորը ուզում եք որ տեղավորվի ազատ խոսքի մեջ։ Ազատ խոսք չի ասել վիրավորանք, չի ասել զրպարտանք։ Ազատ խոսք նշանակում է կարծիքի ազատ արտահայտում, քննադատություն իշխանություններին, եթե դու չես ընդունում իշխանության վարած քաղաքականությունը, բայց չի թույլ տալի, որ դու վիրավորես մարդկանց, զրպարտես մարդկանց, բաներ գրես, որոնք գոյություն չունեն։ Հասկանում եք, մոլորության մեջ հասարակությանը գցես քո արտահայտած մտքերով, կարծիքներով, ենթադրություններով։ Այսինքն սա այլևս քարոզչություն է, ազատ խոսք չի։ Հասկանում եք, սա նպատակային գործողություն է, որը ազատ խոսքի սահմաններից դուրս է գալի։ Եվ այդտեղ, եթե որևէ մեկին դու կարծում ես, որ կարող ես ազատ վիրավորել, լինի պարզ քաղաքացի, թե լինի պաշտոնյա, չարաչար սխալվում ես, չես կարող վիրավորել, պատասխանատվություն կա դրա համար։